Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, սկսենք վաղ շաբաթի թիմ ընտրություններից, որոնցում Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ տարավ, ստանալով ձայների մոտավորապես 48%-ը։ Որքանով էին այս արդյունքները սպասելի ձեզ համար եւ այս ցուցանիշը առավելապես ինչով էր պայմանավորված։ Իշխանության լավ աշխատանքով, ընդդիմության թերացումներով, թե այլ շարժառիթներ էլ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն։ Ընտրությունները կայացած մի քանի փաստեր ցույց տվեցին։ Առաջին, սպասելի թե սպասելի չէր, դրա մասին չեն կարող ասել, որովհետև սոցիոլոգիական հարցումների տվյալներ չի եղել, որպեսզի ասենք, տեսեք, սոցիոլոգիական հարցումներով դա ցույց էր տալիս մոտավորապես, որ ԿՊ-ն կստանա խոսքունակ X%, բայց հիմա ստացավ 2 կամ 3x։ Սա մեկ եւ երկրորդ, ես ընդհանրապես չեմ հավատում Հայաստանում սոցիոլոգիական հարցումներին, որովհետև հրապարակող սոցիոլոգիական հարցումները, որպես մասնագետ ասում եմ, շատերը մի հավատացեք, դրանք ունեն մանիպուլյացիոն բնույթում կողմից էլ ուզում են լինեն, որովհետև որ ֆինանսավորման այլ պատվիրում է։ Դրա համար սպասել է թե չէ, դժվար ասել։ Հիմա ում հարցնում են այնտեղ, բոլոր ասում են, մենք չենք քվեարկելու ԿՊ-ին, մենք քվեարկելու ենք այսինչ բանին, ասենք, ընդդիմության տեխնացուին, բայց պարզվում է, որ իրենց ասածը եւ իրականությունը տարբեր է լինում։ Սա մեկ։ Երկրորդ, պետք է իմանանք, որ վաղաշաբաթի համայնքն է, սա քաղաքը չէ, համայնքը, որի մեջ գյուղեր կան, երբ որ նայում ենք քվեարկությունները, գյուղեր եւ քաղաքի բնակչության քվեարկության մեջ ուրեմն կան տարբերություններ։ Գյուղում ԿՊ-ները հիմնականում ասում, ես քաղաքներում ասում են նրանք անդիմադիրները։ Սա նույնպես մտածելու տեղիք է, ոչ մտածելու տեղիք է տալիս, սա նաև լուրջ խնդիր է անդիմադիրների համար, որովհետև փաստորեն նրանց չի հաջողվում մտնել գյուղ, իրենց խոսքը չի հաջողվում տեղացնել գյուղ։ Նաև պետք է ֆիքսենք, որ ԿՊ-ն ամեն դեպքում 50%-ից ավել չի ստացել, նա 48% է ստացել եւ 48% ավելի քիչ է, ամբողջ մասնակիցները ոնց որ 52% է ստացել, բայց հաշվի առնելով այդ անցողիկ շեմը, որ չի անցնելու, փոշիացած ձայները գալու են նաև իրեն եւ դրանով ինքը ստանա, դրանք 50%-ից ավել ուրեմն կունենան եւ բնականաբար կձևավորեն իշխանություն։ Եվ այն անդիմության, ասենց парքերի վրա պարկած, որ հեսա նայեք մենք նորից Գյումրի կանենք վաղաշաբաթում եւ այլն, հեսա բավականին սառը լավ բան է դուլով ջուրեր նրանց գլխին, որ մի մտածեք, որ ամենտեղ փարակայդ Գյումրի է լինելու, որ իշխանությունները նույնպես աշխատում են։ Եվ այստեղ մի երևույթ տեղի ունեցավ այս ընտրությունների ժամանակ, հասկանալի է, ԿՊ-ն գիտենք, որ հավաքելու էր, ընդդիմությունը հավաքելու էր, ինչ որ կային կուսակցություններ, որոնք չէին հավաքելու սկզբանի, գիտենք, որ չէր հավաքելու, բայց մի պատմություն կա, դա 2013 թվականի Երևանի ավականու ընտրություններն էր, երբ որ հիմնական պայքարը գնում էր հանրապետականի եւ Բարգավաճի ուրեմն միջև, եւ այն ժամանակ հանրապետականները ուղղակի մարդկանց, այսպես ասենք, նյութապես շահագրգռելով առաջարկում են կամ քվեարկի հանրապետականին, իսկ եթե չես ուզում հանրապետականին քվեարկես, քվեարկիր ժառանգության կուսակցությունը, բայց մի քվեարկիր ուրեմն Բարգավաճ Հայաստանին։ Ու այստեղ մենք ընտրություններին տեսնում ենք, որ մասնակցում է ինչ-որ մի ուժ, ասենք, ազատ դեմոկրատներ, որը հավասար ձայն է ստանում համարյա հանրապետություն կուսակցության շատ մոտ էր անցողիկ շեմը հաղթահարելու։ Ոչ միայն շատ մոտ էր հաղթահարելու, այլև հավասար էր հանրապետություն կուսակցությանը։ Գիտեք, երբ որ հանրապետության կուսակցությունը այդքան տոկոս է ստանում, դա կարող ենք ասել, ինչ որ նորմալ է, որտեղ կուսակցության ակտիվ գործունեություն, բացի դրանից կուսակցության ղեկավար անդատը այս կամ այն հարցի վերաբերյալ շատ ակտիվ ինքը երևում է, կուսակցության այլ գործիչներ երևում են, հիմա լավ են աշխատում, վատ են աշխատում, համաձայնեք իրենց ասածների հետ համաձայն չեք, դա ուրիշ հարց է, բայց իրանք ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնում։ Բայց այստեղ տեսնում ես ազատ դեմոկրատը, որոնց ղեկավարին, եթե դուրս գաք փողոց հարցնեք ով է, ոչ ոք չի իմանա, բայց պարզվում է, որ նա համարյա 4% այս տարածքում ուրեմն ձայն է հավաքում, դա ուրեմն ինչ որ ներկայացնել, որ դա արևմտամետների այսպես ուժն է, որ գնաց նրան տվեց, մի քիչ այդպես չի, բայց ամեն դեպքում ստացվում է, որ երևում է մի բան, որ այս ընտրական գործընթացի թիկունքում շատ գերազանց ձևով աշխատել են մինչև 2018 թվականը աշխատված, այսպես ընտրական, ճակատավոր ընտրական տեխնոլոգիաներ, այդ մեթոդաբանությունը շատ գերազանց ձևով կիրառվել է, որի արդյունքը ստացվել է, ուրեմն այն ինչ որ ստացել է, ասել, որ դա ԿՊ-ն է արել,
քիչ հավանական է, որովհետև դա իրականացնելու համար դու պետք է ընտրական գործընթացի բազմամյա բավականին հաջող փորձ իրականացնել։ Բայց ով կարող է սա իրականացնել, ինչ եք կարծում։ Թող արդեն ընդդիմադիրները մտածեն, թե ով սա կարող է իրականացնել եւ ով իրականացրեց։ Հիմա ամեն դեպքում կարող ենք ասել, որ բավականին հաջող աշխատանք են տարել եւ ոնց որ թե հասկանում ենք, արդեն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այդ նույն ուրեմն գործընթացները կկիրառվի եւ եթե այսպես գնա իրավիճակը, այսպես զարգանա, ապա ազգային ժողովի ընտրություններում ԿՊ-ն կունենա մեծամասնություն։ Հիմա կունենա փոշիացած ձայներով, թե չփոշիացած ձայներով, դա մի քիչ ուրիշ հարց է, դա ուրեմն հաջորդ հարցերի ժամանակ ավելի կմանրամասնենք, բայց սա մեջ կարող ենք ասել, հա, շատ կարևոր մի գործընթացի մասն ֆիքսենք, որը կարող ենք արդեն կնիկ դնել այդ մտքի վրա։ Երբ որ վարչապետը գնում էր Հովանավանք, ընդամենը վարչական ռեսուրսով մոտ 1000 հոգի մարդ կարողացավ բերել, այն էլ կեսնել ուր ասում են ուժային կառույցներն են, ներկայացուցիչներն են քաղաքացիական հագուստներով։ Երբ որ հաջորդ շաբաթ գնաց, դրա կեսը կարողացավ բերել։ Երբ որ հանրավակ արեց ԿՊ-ի, ընդամենը հրապարակում 20 հոգի մարդ էր։ Բայց քվեարկության ժամանակ մենք տեսնում ենք, որ անգամ վաղաշաբաթ քաղաքում էլի ձեն ստացել այնպես չի, որ նա ստացել է 20-ից քիչ ձեն։ Հաստատ 20-ից շատ ձեն է ստացել։ Հա, հաստատ 20 հոգի շատ։ Սա ինչ է ֆիքսում։ Սա ֆիքսում է մի բան։ Հայաստանում փողոցը որպես երևույթ, որպես գործոն այլևս չկա։ Չի աշխատում ոչ իշխանության համար, ոչ ընդդիմության համար, որտեղ ընդդիմության հանրավակին, որը երկու ամիս առաջ տեղ ունեցած Երևանում հանրավակին մեր ձևով շարժմանը, ասում են 15000, 20000, հիմա չգիտեմ, չեմ հաշվել, մոտավորապես մեկ ասում է 7000, մեկ ասում է 25000, լավ, ընդունենք 15000 միջինը մոտավորապես վերցնենք, բայց դժգոհզանգվածը շատ է, չէ, 15000 չէ, բայց գալիս է 15000։ Վարչապետի կողմնակիցները տեսանք ԿՊ-ում քվեարկածները քվեարկում են վարչապետի օգտին, ոչ թե Արգիշտի Մեխակյանի։ Իհարկե այնտեղ կան մարդիկ, որ գալիս են իր հորամարեն քվեարկում, այդ գործոնել գյուղերում աշխատեց, բայց ամեն դեպքում դա ընկալում ենք որպես վարչապետի ուրեմն համար քվեարկած ձայներ եւ փաստորեն հազարավոր ձայներ, բայց ինքը չի կարողանում մարդկանց փողոց դուրս բերել գործողություն իրականացնելու համար։ Սա ֆիքսենք։ Փողոցը որպես գործոն Հայաստանում դադարել է ուրեմն գործոն լինելուց, դադարել աշխատելուց, դրա համար բոլոր այն ընդդիմադիր գործիչները, որոնք դուք կհրավիրեք ձեր տաղավար կամ կլսեք Գորյանը կասելու են, այ փողոցը ակտիվացնելու ենք, փողոցը պայքարելու ենք, փողոցով ճնշում ենք գործադրելու, փողոցով սա ենք անելու, փողոցով նա ենք անելու, դա ցույց է տալիս ցույց կտա տվյալ քաղաքական գործիչների ուղղակի մեղմ ասած ոչ գրագիտությունը։ Փողոցը որպես գործոն այլևս չկա, սա ֆիքսեք։ Ընտրությունների նախաշեմին տարածքային կառավարման նախարարն էր համոզմունք հայտնել, որ վաղաշաբաթում փարաքարի սցենարը չի կրկնվի, քանի որ այնտեղ երկրորդ նախագահի հետ ասոցացվող ուժեր չեն մասնակցում ընտրություններին։ Վաղաշաբաթում այս գործոնը ինչ ազդեցություն ունեցավ ընտրությունների վերջնարդյունքի վրա, քանի որ առնվազն երկու ուժի այստեղ ասոցացնում են Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղթանակ դաշինքի թեկնածուն էլ հայտարարել, որ ինքը հենց Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է։ Գիտեք, վաղաշաբաթի գյուղերին եւ քաղաքին առանձին եմ էլ ասում։ Քաղաքի մեջ փաստացի, երբ որ հաղթանակ ուրեմն դաշինքը ավելի ոնց որ մոտավորապես շատ է ստանում, քան ԿՊ-ն, հա, ինչքան էս պայի դրությամբ ես բանցանոթ եմ, դե չփոխվի տվյալները, ապա բան չէ, այդ մարդկանց համար ուրեմն փաստորեն երկրորդ նախագահի գործոնը կարևոր է։ Հասկանում եք, այստեղ կարևորը քաղաք գյուղի քվեարկությունն է տարբերվում։ Թե ինչ պատճառներ մոտիվացիա, դա արդեն ուրիշ է, միշտ այդպես եղել։ Իշխող քաղաքական ուժը տարբեր պատճառներ բերեն նախորդ տարիների եղած ընտրություններում գյուղի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի, որտեղ կա հմեկ եւ կա ուրեմն վարչական ռեսուրս եւ այնտեղ քաղաքական կյանք համարյա չկա։ Ակտիվությունը յետեսադություն գնացած է, ակտիվ մասը խոպան է գնացած եւ այլն, այսինքն կա որոշակի ընտրազանգված, որը քաղաքականապես ակտիվ է, բայց գնում է ընտրությունների, դրանց վրա հեշտ է ազդել, հա, կախում ունեցողները, քաղաքի վրա, որտեղ քաղաքները, որտեղ կան ասենք ինտերնետ եւ այլն, ավելի շատ բազմակարծություն կա, բնականաբար այնտեղ կախումն էլ համենքի ղեկավարը շատ ավելի քիչ է, այնտեղ ուրիշ ձև են քվեարկում, այսինքն եթե լիներ երկրորդ նախագահի գործոնը եւ գյուղում եւ քաղաքում նույն արդյունքը պետք է ստանանք, բայց մենք նույն արդյունքը չենք ստանում, չէ՞, այսինքն նշանակում է այդ գործոնը չի աշխատում։ Բնականաբար
Իշխող քաղաքականությունը տարբեր պատճառներ պետք է բերի, բայց ես ընդհանրապես այստեղ պատճառը չի եղել, այստեղ չերևացող լավ աշխատանքն է եղել, բավականին ընտրական գործընթացներում մասնագիտացված, այսպես ասենք, հա, ուժերի կողմից, որով ստացել են այս արդյունքը։ Եվ մի բան էլ նշենք, երբ որ ասում ենք փողոցը չկա, վարչապետն իր հայտարարության մեջ նշեց, չէ՞ որ սա բանը կարտ բլանշեր վեհարանի եկեղեցու դեմ գնալու։ Հա, եթե անդրադառնանք հիմա կարող ենք մի բան փաստել, որ փողոցը չի պաշտպանելու վարչապետին վեհարանի դեմ պայքարում, ինքը որտե փողոց չկա, հասարակությունը այսպես հազարավոր մարդիկ չեն գնալու վեհարանի դեմ, էլի վարչապետը կարող է փորձի վարչական ռեսուրսով ինչ որ քանակի մարդկանց դուրս բերել, բայց մարդու պոտենցիալը մնացել է գնալ ընտրատեղամաս քվեարկել ու գրիչո չէ, ասենք ծառայար մեջ դնելով դա պայմանական ասենք, էլի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, չեք կիսում այն տեսակետը, որ սրանով վաղ շաբաթի բնակչությունը իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Չէ, ես կարող եմ ասել հիմա հայտնեց թե չհայտնեց ուրիշ հարց է, բայց ինքը գործողություն չի անելու։ Հիմա հայտնեց թե չհայտնեց, դա սոցիոլոգները բարձեն։ Հիմա կարող է վարչապետը ասել, այո, ինձ էս քվեարկել հայտնել ես, բայց քվեարկողը ասել չէ, ես քվեարկել եմ, որտեղ ես հանգիստ կյանք եմ ուզում, բայց ես եկեղեցու դեմ չեմ գնալու։ Հիմա հայտնեց թե չհայտնեց դա ուրիշ հարց է, բայց գործողություն իրականացնելը ուրիշ հարց է։ Գործողություն իրականացնելը մի քիչ այս պայդրությամբ քիչ հավատալի է, որովհետև փողոցը ինքը չի աշխատում։ Այնպես չի, որ վարչապետի կոմունակիստները նոր դարանյա կոմունակիստներ մի շաբաթ առաջ եկեղեցիեր գնում, մարջ էր գնում, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ տեղամաս գնում է։ Սա է հասարակության այս պայդրության պոտենցիալը, սա անդիմության համար խնդիր է, անդիմությունը պետք է սա լուրջ հաշվի առնի, որովհետև ինքը իր ապագա քաղաքական գործընթացների մեջ պետք է հաշվի առնել, որ ինքը չի կարող հենվել փողոցի վրա, փողոց չկա, ուրեմն ուրիշ գործընթաց պետք է։ Ընտրությունները չեն կարող հեղափոխության վերածել։ Չէ, չեն կարող վերածել, որպես ասենք քաղաքական հայտի գործիչները նշում են, որ եթե ընտրությունների մեջ այսինքն ինչ որ բան լինի, այս կամ այն գործընթացը տեղ ունենա, մենք հեղափոխական իրավիճակ ստեղծենք, չէ, չեք կարող ստեղծել հեղափոխական իրավիճակ։ Նախ հեղափոխական իրավիճակ, ասենք, հա, մարդ փողոց դուրս բերելու համար պետք է մեծ ֆինանսներ, իսկ դες ոչ մեկ թույլ չի տա, որպեսզի դուք այդ ֆինանսները դնեք եւ այդ մեծ մարդկանց բերեք, իսկ կամավոր մարդիկ դուրս չեն գալիս։ Հա կարող է 10,000 մարդ դուրս գա։ Միտինգին 20-30,000, մի 2-3 օր, հետո նորից իջնում է 10,000 ու հետո մնում է թիվը, ասենք 7-15,000-ի տարիների դիմադրության շարժում, հա, դառնում է 5-ից 10,000-ի սահմաններում, հետո պակասում է, մնում է 5-ից 10,000-ի սահմաններում։ Սա պետք է հաշվի առնենք, բայց շատ կարևոր մի հատ հանգամանք կա։ Այդ հանգամանքը կայանում է նրանում, որ եթե վաղաշաբաթի Գյումրի թեկուզ բարակի այդ ընտրությունները ի վերջո ԿՊ-ն մրցում էր անդիմադիրների հետ, անդիմադիրները ԿՊ-ն են մրցում, հա, ասենք թիմ ընտրություններ էր, ապա ազգային ժողովի ընտրությունները մրցակիցները փոխվում են։ Չմոռանանք, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, հա, որը Մոլդովայից սկսում, այնտեղ Ուկրաինայի Օդեսա, Նիկոլաև մարզեր, Սևծով, Հարավային Կովկաս, Կասպից ծով, Կենտրոնական Ասիա, այս ամբողջ տարածաշրջանը անցնում է գլոբալիստների հսկողության տակ, Եվրոմիության ղեկավարություն, Բրիտանիա, որը Եվրոմիության ճանաչ է, Թուրքիա, Իսրայել Զանգեզուր, Ադրբեջան, որոնք Զանգեզուրի գծով են անցնում, եւ թուրքական այս ամբողջ ծրագիրը, այսպես թուրքական ծրագիրը, որը հակառուսական, նաեւ հակաիրանական ուղղվածություն ունի եւ աջակցություն է ստանում Եվրոմիությունից, որովհետեւ նա հակառուսականություն ունի, այսինքն ազգային ժողովի ընտրություններում այս Հայաստանի իշխանության համար պայքարը, որը ընդունենք, եթե պատկերացնում եք, մի հատ ուրիշ ազգային ուժ եղավ, ասեց, ես լրիվ չեղալ եմ հայտարարում Արցախի հարցեր եմ բարձրացնում, ցեղասպանության հարցեր եմ բարձրացնում, եկեղեցիներ եմ հզորացնում, այ Տրամփի ուղղությամբ այդ ամեն ինչը փոխում է, իսկ իրանք այդքան համաձայն չեն փոխելու, իրանք ամեն ինչ անելու են, որ իշխող քաղաքական ուժը մն, այսինքն արդեն պայքարը գնալու է ոչ թե ԿՊ եւ անդիմություն, այլ անդիմություն եւ այդ գլոբալիստական, բրիտանա-թուրքական, իսրայելական այդ ուժեր եւ այստեղ արդեն անդիմությունը պետք է հասկանա, որ ինքը եթե ուզում է հաղթել տեղի միջև ընտրություն կամ ընտրություններ, ինքը պետք է խաղի կանոնները փոխի, հակառակ դեպքում ինքը գնալու է պարտություն։ Ինքը չի կարող ուղղակի պոտենցիալ չուներ։ Ինքը մի բան պետք է ֆիքսի։
Եթե ինքը ուզում է հաղթել, առաջին հերթին պետք է ինքը ունենա արտահայաստանյան աշխարհակաղակական դաշնակից։ Տվյալ պահին այդ դաշնակիցը կարող է հանդիսանալ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը, անգամ Ռուսաստանը չէ, որտեղ Ռուսաստանը չունի այդ պոտենցիալը։ Իրանը ունի, որտեղ Ռուսաստանին պետք է որ ասենք պրո-արևմտյան գործի կամ ասենք ազդեցության գործակալ հանդիսացող իշխանությունը հեռանա, գա պրո-ռուսական, իսկ դա ինչ նշանակություն ունի, սրա ասենք արևմուտքի գործիքն է, թե Ռուսաստանի գործիքն է, իսկ Իրանի համար չէ, որտեղ Իրանը գործիք չի պահում, երկրորդ Իրանի համար պետք է այստեղ դաշնակից, որպեսզի միասին իրան կարողանան այս թուրանական աշխարհի դեմ առնեն, որովհետև սա հիմա կասենք գաղափարական թե գաղափարական չի, սա ծրագիր է, որը ուղղված է Ռուսաստանի եւ Իրանի դեմ եւ բնականաբար աջակցություն է ստանում նաեւ Բրիտանիայից, Եվրոմիությունից, որովհետև նրանց նպատակը կենտրոնական Ասիայում ամրապնդվելն է եւ դրանով հարվածել Ռուսաստանին 75 տրիլիոնի ռեսուրսը վերցնել նաեւ Իրանին։ Այսինքն թվում է սա ընտրությունի հետ կապ չունի, բայց խիստ կապ ունի, որովհետեւ այս ամբողջ այս ծրագրի մեջ Հայաստանը ամենակարևորագույն դետալներից մեկն է։ Եթե Հայաստանը այս դետալը դուրս է գալիս եւ որոշ զարգացումներ լինում, այս ամբողջ ծրագիրը մի տրիլիոնավոր դոլարների չեղյալ է լինում, իսկ գլոբալիստական Եվրոմիության, նաև Գերմանիան, որ ազգայնական ուժ է, բայց ամեն դեպքում պաստորեն ծրագրի մասը կազմում, որտեղ իր շահերից է բխում, նաև Բրիտանիա, Թուրքիա, նրանք հենց այնպես չեն զիջելու։ Անդիմությունը պետք է լուրջ դասեր քաղի եւ դաշնակիցներ գտի։ Իսկ Իրանին ինքը պետք է իմանա ինչ առաջարկի։ Հենց այնպես գնացի գիտեք, ինչ կօգնեք ինձ, ես գամ իշխանություն, կասի չէ տղա ջան, հաջողություն գնամ, մենք Հայաստանի իշխանությունը լավ աշխատում ենք։ Այսինքն այստեղ առաջարկի պետք է մտածի, որ մտածի կգտնի, դա դժվար չի գտնել, կան այդ ծրագրերը։ Հենց այս առումով ուզում եմ հասկանամ անդիմությունը ինչ դասեր պետք է քաղի նույն վաղաշաբաթի ընտրությունների արդյունքներից, որpիսի մենք օրինակ հունիսի 8-ի առավոտյան էլ չքննարկենք, թե ինչու Փաշինյանին հերթական անգամ հաջողվեց իր իշխանությունը վերարտադրել, եւ մենք գյուղերի մասով խոսեցինք, որտեղ իշխանության ստացած ձայները ավելի բարձր են, ու նույնը հիշում եմ նաև 21 թվականին էր, որ գյուղական համայնքներում այս իշխանությունը անհամեմատ ավելի բարձր թվով ձայներ էր ստացել։ Ինչ պետք է անի ընդդիմությունը հենց կոնկրետ գյուղերի դեպքում իր խոսքը բնակիչներին ավելի հասանելի դարձնելու եւ այդ իշխանության բարձր վարկանիշը կոտրելու տեսանկյունից։ Ոչ մի բան չի կարող անել։ Գյուղերում անհաղթելի է Նիկոլ Փաշինյանը, որովհետև գյուղում հաղթելու համար դու պետք է հմեկը քեզ պատկանի, իսկ դա չի պատկանի, եւ դա դու պետք է հայտնեն, տարատեսակ perfect TV-ներ եւ այլ մուտք ունենաս, իսկ դու դրա վրա մուտք չես ունենալու։ Եվ երրորդ դու պետք է գյուղի բնակիչներին համոզես, որ վարչական ռեսուրսին կուլ չգնան, իսկ դու չես կարող դա համոզել։ Այսինքն դու կարող ես քարոզարսավ անել, դու կարող ես ինչ-որ բան անել, գործընթացներ անել, բայց գնաս ոնց որ քարոզել ես եւ այլն, բայց դա մեծ իմաստով ոչ մի բան չի փոխի, որովհետեւ խնդիրը գյուղի ձայները ստանալը չի, խնդիրը ընդհանրապես խաղի կանոնները փոխելն է։ Իրանք պետք է խաղի կանոն փոխեն։ Իսկ ճիշտ տեխնացուներ գտնելու դեպքում դա հնարավոր չի անել, օրինակ ես այս արդյունքներով տեսա, որ Մայր Հայաստանի տեխնացուն օրինակ իր գյուղերում հաղթել էր իշխանությանը եւ անհամեմատ ավելի բարձր ձայներ էր ստացել, հնարավոր չի ճիշտ աշխատել եւ ճիշտ տեխնացուներով լուծել այդ խնդիրը։ Չես կարող, որովհետեւ Հայաստանում շատ ավելի գյուղ կա, քան դու տեխնացու կգտնես, երկրորդ դու այդքան բան չունես, պոտենցիալ չունես, որտեվ Մայր Հայաստանը, ասենք որոշ գյուղերում ինքը կարողացել է տեխնացու գտնել, հիմա դու այդքան ժամանակ մնացել ընդամենը մոտ 6 ամսվա կամ 7 ամսվա պատմություն, դու այդքան ժամանակաշրջան, դու այդքան բան չունես, պոտենցիալ չունես, որ բոլոր այս 900 քանի գյուղերում այդքան տեխնացու գտնես ու կարողանաս ճիշտ աշխատել։ Դու ուղղակի չես կարող, եւ ամենակարևորը չմոռանանք, ինքը գյուղերի ձայնը չպետք է ստանա, ինքը այդ գլոբալիստական Հետո մի մոռացեք մայիսի 4-ին լինելու է Երևանում Եվրոմիության այդ քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ դա մեծապես նպաստելու է վարչապետի իշխող քաղաքականուժի եւ վարչապետի PR կամպանիային չի բացառում, որ այդ ժամանակ կստորագրվի կոնկրետ Եվրոմիությանը անդամագրվելու ուրեմն հայտը ընդեղից կասեն այո մենք համաձայն ենք, քվեարկում եք մեզ, դառնում եք Եվրոմիություն, ինչ որ տես մի հատ բան քարոզարշավ կսկսվի, որը շատ հանգիստ նաև ֆինանսական աջակցության գյուղերին կտա։ Վիզաների գործընթացում է ինչ որ զարգացում։ Չէ, վիզաները կարևոր չի, վիզաները էական չի։ Փող կարող է շատ հանգիստ բերեն նաև գյուղերին, բաներին որոշակի փողեր տան եւ գյուղացու վրա այդ ձեր ասած տեխնացուները, լավ տեխնացուների ամբողջ գործոնը չզոկացվի, որովհետեւ փող ասենք, ոչ թե գյուղացուն փող կտան, այլ ինչ-որ մեծ ֆինանսական ինչ-որ ծրագրեր կիրականացնեն, գյուղացին կտնակացի քվեարկում են կպեն, դառնում են Եվրոմիության անդամ ու փողա գալիս։ Դա համար այդ գործոնը շատ հանգիստ կչեղզոկացնեն։
լրիվ ուրիշ իրավիճակ պետք է լինի, այսինքն դու ուրիշ խաղի կանոնով պիտի գնաս։ Ընտրական գործընթացով, էլ ընտրական սահմանադրության շրջանակներում հակասահմանադրական բնականաբար ոչ մի բան անել պետք չի, դա օրենքով պատժելի է։ Բայց սահմանադրության մեջ կան տարբեր ուրեմն հնարավորություններ քեզ ընձեռնում են, որ դու խաղի կանոն փոխես, հակառակ դեպքում դու ուղղակի չես կարող։ Հիմա չկարողացար փաստորեն։ Ինչքան էլ դու որոշ գյուղերում դու տեխնացուներ բերեցիր, եթե այդքան կարողանում էր բերել, թող ամբողջ մնացած բոլոր գյուղերում էր դնել այս տեխնացուները։ Ինչ որ չափով արեց, էլ ինչ որ չափով հաջորդ անգամ էլ ինչ որ չափով կլինի 915 գյուղ է, որը ասենք միավորումների մեջ է, թող մի 300 գյուղում այսպես տեխնացուներ, բան մյուս գյուղերին է, չէ՞ որ գյուղերից շատ կան մարդիկ, որոնք խոպանում են, դու ինչ գիտես, այդ մարդը եկավ, քվեարկեց, թե չքվեարկեց, թե գնաց, բայց իր քվեարկությունը կա, դու դրա ձայնը չես իմանում, չէ՞, եկավ քվեարկեց, ցուցակներ էին հրապարակել, որտեղ մարդկանց տներում տարբեր մարդիկ էին գրանցված, որոնք չէին ճանաչում։ Այդ մարդիկ էլ օրենքն ընդունվել է շատ հանգիստ, որ կարող են առանց սեփականատիրոջ իրավաբան հարցնելու, բերեն փաստացի ինչ որտեղ մարդիկ գրանցեն, քվեարկությունից առաջ գրանցում են, գալիս են դրան քվեարկում են, քվեարկությունից մի ամիս հետո հանում են, եթե դու չնայեցի, որտեղ այնտեղ են կան դատարկ տաներ կան, դատարկ մարդիկ կան, որոնք կարող են շահագին մարդկանց բերել քվեարկել, իսկ ու մի քանի տեղ այտենց քվեարկել, որտեղ վարչական ռեսուրսը իրանց ձեռքի տակ է, դու չես կարող դա ուղարկի որովհետեւ ձևով դրա դեմ առել։ Դա դու խաղի կանոն պետքա փոխես։ Հասկանում եք, երբ որ դու գնում ես խաղի այն կանոնով, թեկուզ լավ մարդ ես բերում ես գյուղում հեղինակավոր եւ այլն, դա իշխանությունների ձեռ տվող խաղի կանոն է։ Դու պիտի այնպեսի քայլեր անես, որ իշխանությունը քեզ չի սպասում։ Եթե քեզից չի սպասում, ինքը դրա դեմ չի կարող ոչ մի բան ուրեմն հակադրել։ Իսկ եթե ինքը քեզից սպասում է, որ դու հանրավակ ես անելու, քեզից սպասում է, որ դու հեղինակավոր գործիչ կբերես, քեզից սպասում է, որ դու ինչ-որ բաներ կանես, ինքը դրա դեմ քայլեր արդեն ունի այդ իրավիճակում որպես որտեղ ինքը գիտի։ Սա դեմ սա եմ անելու, որտեղ այնպես չէ, որ այս իշխանություններն են մենակ գյուղում հաղթում։ Վերցեք 95 թվականից կտեսնեք, 95 թվականից գյուղում հաղթում էր ՀՀՇ-ն, հետո հաղթում էին ուրեմն 98-2008 թվականին տարբեր հանրապետական բարգավաճ եւ այլ ըստ քվոտաների գյուղերում հաղթում էին, օեկնել էր գյուղերում հաղթում, ուր այսօր օեկը ընդհանրապես գոյություն չունի, բայց գիտեք ինչ դաներ էր գյուղերում վերցնում, հետո հանրապետական էր գյուղերում հաղթում, հիմա գյուղերում ԿՊ-ն է հաղթում, ոնց որ այդ գյուղում միշտ գործող իշխանությանն է նախապատվություն տալիս։ Ոչ նախապատվությունը այնտեղ ասում, այնտեղ ՀՄԿ-ը մտնում, այնտեղ վարչական ռեսուրսը մտնում, բնակչության կախվածությունը, հատկապես երբ որ աղքատ գյուղ է եւ շատերը գյուղապետարն են նայում, այդ գործոն աշխատում է։ Պարոն Բադալյան, մենք իշխանության հակաեկեղեցական արշավից խոսեցինք։ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում մի գրառում էր կատարել, նշելով, որ վաղաշաբաթին իր քվեարկությամբ կարևոր լիցք տվեց Մայրաթոռը վեհափարից այսպես կոչված ազատելու գործընթացին։ Ձեր դիտարկմամբ այս հաղթանակից հետո այս հակաեկեղեցական արշավը ինչ դրսևորումներ կարող է ունենալ եւ արդյոք Փաշինյանը կարող է այնքան ողջևորվել այս հաղթանակից, որ ի վերջո նախաձեռնել իր այդ գրոհը վեհարանի նկատմամբ։ Գիտեք, ինչ գրոհել կարելի է։ Կարող է շենքը գրավել, կաթողիկոսին հեռացնել չի կարող, ձերբակալել կարող է, հեռացնել չի կարող, որտեղ կաթողիկոսին հեռացնելու ինստիտուտ չկա, նոր կաթողիկոս ընտրվելն էլ դա ազգային ժողովի մեծ որոշում կրոնական ու նաև աշխարհիկներից եւ հոգեվորականներից ուրեմն կազմված այդ ուրեմն հավաքի ժամանակ է ընտրվում, որը կարող է Հայաստանում չլինել, որը կարող է Հունաստանում լինել, կարող է Վրաստանում լինել, կարող է Ֆրանսիայում լինել, կարող է չգիտեմ Եգիպտոսում լինել, որ այս թևերը եւ այնտեղ ուրեմն կարող է ընտրել ցանկացած այլ մարդու, որը կանստի դրսում, ասենք կանստի բան այդ, չգիտեմ, Հունաստանում, եւ այնտեղից կղեկավարի հայց եկեղեցին։ Դու չես կարող ուղղակի, դու կարող ես մարդուն, ֆիզիկական մարդուն բան տանել, բայց դրանով չես կարող կաթողիկոս փոխել։ Իր նպատակը, իշխանությունների նպատակը, ոնց որ հասկանում եք, այս եկեղեցին ջարդելն է, որպեսզի եկեղեցին դուրս չգա գյուղացուների վրա եւ քահանաները գյուղացիներին ինչ որ, այսպես ասենք, մասնավոր խոսակցությունների զրույցների ժամանակ քաղաքական ուղղություն չտան, թե ում քվեարկել։ Հիմա այս ԿՊ-ի ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ եկեղեցին այդպես բան չի անում, այսինքն ոչ մի զրույց չի եղել։ Բայց ամեն դեպքում, քանի որ գլոբալիստական տարածաշրջանում ես դու գտնվում, այս արդեն նշեցի, այդ տարածաշրջանում ազգային կառույց, որպես այդպեսին չպետք է լինի։ Չմոռանանք, եկեղեցին ունի Արցախի թեմ։ Այդ խնդիրը Ադրբեջանը, որը չի լուծարել, իսկ Ադրբեջանը պահանջում է լուծարել։ Դրա համար Հայաստան իշխանությունները, ասենք, պետքա փորձեն եկեղեցին ինչ որ, բան այդ իրենց հսկողության տակ վերցնել, որը չեն կարող, բայց կարող են փորձել։ Իսկ վեհարանի վրա գրելու համար դու պետք է տասնյակ հազարավոր մարդիկ ունենաս։ Դու չես կարող, ասենք, ոստիկաններին քաղաքացիական հագուստով տանես, էլի, այդ բոլորը կիմանան ով է։ Իսկ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուր չեն գալ, որովհետև փողոցի գործոն չկա։ Այսինքն ինքը
գնաց, ստացավ քվեն, վերջ, ԿՊ-ն տվեց իրան համապատասխան քվեարկության քվեաթերթիկը, ավել բան ինքը չի անում։ Եվ քաղաքական դաշտում վերջին շրջանում հաճախ է տեսակետ հնչում, որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ, այստեղ նախընտրական շտաբ են ձևավորում, թեկնածուների գրանցումն են արդեն սկսել։ Ձեր համոզմամբ այս պահին իշխանությունը նման օրակարգ ունի եւ դա իրենց ինչ կարող է տալ, օրինակ ընդդիմությանը հանկարծակի բերել եւ այլն, նաեւ հենց վաղաշապատից ողջավորված հնարավոր համարում եք, որ առաջիկայում գնան արտահերթի։ Ես չեմ կարծում, որ իշխանությունը ինքը սին բան է, սին մինուտի րոպեական ուրեմն քաղաքականություն իրականացում է, վաղաշապատում սեղանցեղավ գնանք միանգամից իրականացնել չէ, հələ Գյումրի քաղաքապետի հարցը կա, որովհետև ամեն դեպքում այնտեղ ավականու նիստերը չի կայանում եւ եթե 2-3 նման դեպք տեղի ունեցավ չկայացավ նիստերը, դա կառավարությանը հնարավորություն է տալիս այնտեղ Վանաձորի տարբերակ կիրառել, ասենք եւ այլն, հələ այդ խնդիրը կա դեռևս գլոբալիստերի խնդիրը կա, որովհետեւ ամեն դեպքում արտահերթ ընտրությունների գնալը, ասենք ինչ որ Զանգեզուրի Միջանցքի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, իսկ դա չեմ կարծում, որ բխում է դրսի արտաքին պատվիրատուների շահերից։ Դրա համար անակնկալ բերել չեմ կարծում, որտեղ իրանք ընդդիմությունը այսպես թե այնպես անակնկալ եկած իրենց թվում էր հեսա Գյումրի են կանելու, մնացել է տպավորությունների տակ։ Մնացել էր Գյումրի տպավորությունների տակ, հասկացա որ չէ, Գյումրի տպավորությունները այլևս չկան։ Գյումրի չի բերում, իրանք ոնց որ թե բան այդ գնում են հին ավանդական ճանապարհներով, ինչ 30 տարի եղել է, այնպես որ ես չեմ կարող ասել կգնան թե չեն գնա արտահայտ ընտրությունները, ես իրանց հետ կապ չունեմ, չեմ կարող ասել իրանց հետ ինչ կորոշեն, բայց ես դրա տրամաբանությունը չեմ հավանական եք համարում ամեն։ Չէ, տրամաբանությունը չեմ տեսնում, կարող անեմ, բայց ես դրա տրամաբան ինչ են շահելու կամ ինչ են կորստելու։ Հակառակը ասում են արտահերթի դեպքում նախընտրական քարոզարշավի ժամկետը ավելի քիչ է լինում, դա իրենց օգտին է լինում։ Այնտեղ 2 շաբաթ է, իսկ հերթականի դեպքում մոտավորապես 1 ամիս տևում է քարոզարշավը։ Իսկ ինչ է տևելու, որ 1 ամիս եղավ, այդ 1 ամսից անդեմություն ինչ է շահելու։ Էական որևէացություն սա չի կարող ունենալ։ Չի ունի։ Եթե ինքը գնում է իշխանությունների գծած խաղի կանոնով, կլինի 2 շաբաթով, թե 1 շաբաթով որևէ տարբերություն չկա։ Իսկ այսօր ինքը գնում է իշխանությունների գծ։ Ինքը գնաց իշխանությունների գծած խաղի կանոններով ու Վանաձորում տեսանք ինչ աղով։ Չի ասի թե ընդդիմության քարոզարշավներ դե ինչ որ սենց շարանդալից, դե ինչ որ գերազանց ինքու խաչի ինչ որ քարոզարշավ էր գնում, սենց մնացել է սաղ զարմացած։ Չէ, այնպես չէ, գնում են ինչ որ բակից բակ մտնում են մարդկանց հետ խոսում են, որը դասական քարոզարշավ։ Դասական քարոզարշավ, որը եթե անում է իշխանության ներկայացուցիչը իր ամանել է, որտեղ ինքը նաև գումարած ռեսուրսներ ունի, վարչական եւ այլ ֆինանսական աջակցություն եւ այլն, իսկ ընդդիմությունը պիտի տասնապատիկ աներ, բայց տասնապատիկը մենք տեսանք որ չի անում։ Իսկ դրա համար պոտենցիալ է պետք, ինքը չունի այդ պոտենցիալը։ Եվ այս համատեքստում անդրադառնանք նաև Սամվել Կարապետյանի համակիրների ձևավորած մեր ձևով շարժման գործունեությանը, պրոիշխանական ուժերն արդեն իսկ ակնարկում են, որ Հայաստանի իշխանությունը պետք է Մոլդովայի օրինակին հետևի եւ Սամվել Կարապետյանի ուժին առհասարակ չգրանցի։ Խոսքը հիմնականում Արամ Սարգսյանն է այս տեսակետը տարածում։ Ինչ եք կարծում, Փաշինյանը կհամարձակվի այս ճանապարհով շարժվել եւ եթե օրինակ այդ ուժի գործունեությունը արգելվի չգրանցեն ընտրություններին, դա ինչ ազդեցություն կունենա ընտրական process-ի վրա։ Եթե Հայաստանի եւ Արևմուտքի, այդ Արևմուտքի ղեկավարները որոշեն, իսկ նրանք որոշել են, որ Հայաստանը ամեն դեպքում իրանք պահում են, ապա շատ հանգիստ իրանք կարող են հանձնարարություն տալ իշխանություններին, որտեղ Հայաստանի իշխանությունների, ղեկավար կազմը դա տարբերության գլոբալիստական կառույցներն են։ Եթե իրանք կարող են հանձնարարություններ տալ եւ ասել մի գրանցի։ Այդ եթե չի գրանցում մեր ձևով շարժումը ընտրություններին, ապա քվեարկության արդյունքները զվաղաշապատ է կապան 48% էր, ապա 40%-ի փոխարեն ինքը ստանում է 68%, միգուցե 70%, իհարկե համանդրական մեծամասնություն միգուցե չունենա, բայց հաստատ ինքը միանձնա եւ շատ կայուն, լավ, sense մեծամասնություն է ունենում։ Ինչ տեղի կունենա ընդամենը, ասենք, մի առաջին օրը 20000 անոց հանրավայր, երկրորդ օրը 10000 հանրավայր, 12000 հանրավայր, երրորդ օրը 8000, հետո 5-ից 8000 հանրավայր, մինչեւ քարոզարշավ արդվի, կոչ կանի մեր ձևով շարժումը որ բոլորը իմ կողմնակիցներ ովքեր պատրաստ են եթե դատական համակարգով չգնես դատական համակարգով չստանա դրական որոշում օգուտ իրեն իսկ Հայաստանի դատական համակարգի մենք
քաշ ծանոթենք վերջին 30 տարվա ընթացքում համակարգի օբյեկտիվությունը միշտ դրսևորվել է, միշտ օբյեկտիվ դատական համակարգ ենք ունեցել վերջին 30 տարվա ընթացքում, թող ոչ մի դրան չկասկածի, ասենց շվեյցարական դատական համակարգ ունենք, որ անգամ շվեյցարացիները զարմացած նայում են Հայաստանի անկախ դատական անկախ գործունեությանը, ապա եթե նա կոչ է անում, հա, բոլոր իր կողմնակիցներին, որ եթե դուք չի ստանում, ասենք, ձայներ եւ կոչ է անում, որ եթե դուք ուզում եք, հա, ինձ ձայն տալ, այսպես պատճառով չեք կարող ինձ ձայն տալ, ապա տվեք X կամ Y կուսակցությանը, ապա իր կողմնակիցների գիտակցված մասը, որտեղ ընդեղ էլ տարբեր էլեկտորալ խմբեր կան, չէ՞ որ բոլորս գիտակցված գնում են։ Տարբեր էլեկտորալ խմբեր կա։ Ну, լավագույն դեպքում մի 20%-ը գնում է ձայնը տալի իր կողմից կոչ արած X կուսակցությունը, մի 10%-ը գնում է եւ ըստ իր ցանկության, հա, ինչ որ Y կուսակցություններն են ընտրում, կարող են Y-ները շատ լինել, հա, մեկը S, Y, Z եւ այլ, այսինքն երկրորդ խումբ, մնացած 70%-ը ընդհանրապես ընտրությունների չի գնում։ Եվ որևէ բան տեղի չունենում, վարչապետ ԿՊ-ն ունենում է 68% կամ չգիտեմ 70% կամ 58%, նայած էլի 62% ու այդ կողմերը Իսկ կարծում եք կհամարձակվեն գնալ սրան, եթե օրինակ իրավիճակը շատ իրենց համար վտանգավոր դառնա ընտրություններից առաջ։ Իսկ ինչ է նշանակում իրենց համար վտանգավոր դառնա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցնելու իրական վտանգ տեսնի։ Ինչով է դա երևելու, որ կորցնում է վտանգ։ Դե ամեն դեպքում իրենք հարցումներով, ամեն ինչով հանրային տրամադրություններին շատ ավելի լավ են տիրապետում, քան մենք բոլորս։ Իսկ հանրային տրամադրությունները ո՞նց է արտահայտվելու։ Ну, օրինակ կարող է դա լինել եւ փողոցային նշեցիք, եւ օրինակ ուժայինները ԱԱԾ-ն հենց տարբեր սոցհարցումներով, այսպես իրական պատկերը չեն ներկայացնում Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացնում են, փողոց չկա, ինչ են անելու դժգոհ հասարակությունը։ Արդեն ասացի, 20000 հոգի հանրավականում, երկրորդ օրը 12000 է դառնում, երրորդ օրը դառնում է 8000, հետո 5-ից 8000 գնում է մեկ ամիս հանրավակ։ 5-ից 8000-ը Հայաստանում երբ է իշխանության համար վտանգավոր եղել, որ վարչապետի համար բան վտանգավոր։ Դրաբար կկանեն, եթե հանրահրաշտությունը տեսնեն։ Եթե իրանք ստանան եւ բան այդ Եվրոմիության ղեկավարության հրանգը անել, իրանք կանեն։ Ու ոչ մի բան չի լինելու։ Ռուսաստանը եթե հույս ունի, որ իրանք, հա, ինչ որ կարող է բանանեն, ինչ որ միջամտեն եւ թույլ չտան, որպեսզի այդպես, որտեղ ամեն դեպքում նա ասոցացվում է ռուսական ինչ որ երևույթ հետ, որտեղ Ռուսաստանից է եկել, էլի, ապա ռուսական կողմը չարաչար սխալվում է, Ռուսաստանը զերո ազդեցություն ունի Հայաստանի իշխող քաղաքական համակարգի վրա, ՌԴ քաղաքացին արդեն 5 ամիս եւ ոչ շարքային քաղաքացին, այ կառավարման համար Ռուսաստանի կառավարման համակարգում ոչ պետական, այլ քաղաքական կառավարման համակարգում որոշակի կարգավիճակ ունեցող անձնավորությունը, իսկ նա հայ համայնքի ղեկավարներից է։ Իսկ դա հենց այնպես չէ, ասենք Ռուսաստանի նախագահի աշխատակազմում հաստատ իրանք ճանաչում են, ասենք ներքին քաղաքականություն իրականացնողները 5-6 ամիս է նա բանտում է գտնվում, ուղղակի բեսպրեդելի ձևով նրա ձեռքից խլում են բաց խլում են ռուսական կապիտալով ձեռնարկություն Այն դեպքում, երբ որ Եվրոմիությունը մտածում է, հա, ռուսական փողերը վերցնի, չվերցնի, անգամ կամուկացես, թե բացահայտ այդ բանը վերցնում են, այդ ձեռնարկությունը, եւ Ռուսաստանը սահմանափակվում է ընդամենը 6-ով 2-3 անգամ ինչ որ հա, ընդամենը միտինգով բանանը, որ միտինգ եղավ, 2 անգամ հաղորդում տվեց, երրորդ Հայաստանում բանը աղմուկ բարձրացրեցին, սպառնացին, անմիջապես Ռուսաստանը բանը 6-ին փակեց։ Այսինքն ռուսական գործոնը չի աշխատելու, որտեղ շատ կան ասում են, հա, ռուսներից կարող են վախենան անեն, չէ, չեն վախենալու ռուսներից, ռուսները չունեն ազդեցություն այլևս Հայաստանի քաղաքական դաշտի վրա, իրենք քաղաքական ձևով ռուսները չեն կարող որևէ ձևով ազդել, դրա համար եթե Եվրոմիության ղեկավարությունից, ասենք այդ գլոբալիստական ղեկավարությունից, բրիտանական եւ այլ ընդհանուր արևմտյան այսպես ասենք դաշտությունից, հա, այդ հավաքական ուժից ստանան իրանք հրանք, որ ամեն ձևով դուք բան այդ մնում եք իշխանություն, իսկ այդ արևմտյան բան այդ այսպես դաշտությունը խմբավորումը միանշանակ Մոլդովայից, հատկապես Մոլդովայից հետո Հայաստանին հաստատ փորձելու է պահել եւ ամեն ձևով աջակցելու է դիվանագիտական Այսօր էլ աջակցում է, երբ որ շատ բռնություն է կատարում, դիմում ասում են Եվրոպա քիչ է տեսնում դե լռում, եւ Եվրոպան լռում է, դա նույնպես աջակցության ձև է։ Ֆինանսական, դիվանագիտական, չգիտեմ, քաղաքական,
տեղեկատվական բացի ռազմականից մնացած բոլոր ձևերով աջակցելու է գործող իշխանություններին, ոչ թե որտեղ գործող իշխանությունները արմատամետ են իրենց արժեքային համակարգին կիսում, այլ որտեղ նրանք իրենց համար շատ ընդունելի գործիք են այս տարածքից ռուսական գործոնը դուրս մղելու։ Ռուսական գործոնը պետք է դուրս մղվի ըստ այդ ծրագրի։ Եվ այս բանը մենք տեսնում ենք, որ դուրս է մղվում։ Այստեղ չպետք է լինի ռուսական ռազմատնտեսական ներկայություն։ Սահմանապարներն են հանում փոքր-փոքր, վաղը մի քիչ ավելի մեծ կհանեն, հեծն են արդեն քանի տարի է չեն մասնակցում։ Չեն մասնակցում եւ հեծն են ուղղակի ռուսական ձեռքից վերցնում, վաղը չեն երկարացնի երկաթգիծը։ Երկաթգիծը կմնա ատոմական արդեն ոնց որ հասկացանք արևմտյան կառույցների հետ են նորը կառուցվելու, միաժամանակ նաեւ մնում է Գազպրոմը դել ինչ որ կժողովրդին, այսպես կվերադարձվի այս կամ այն ձևով ռազմական բազան դուրս կգա այս կամ այն ձևով, այսինքն ռուսական ազդեցությունը ստեղից դուրս է գալու։ Հիմա խնդիրը արդեն դրված է այս սկզբունքով, կամ Իրանը Ռուսաստանը համակերպվում են դրա հետ, կամ միջոցներ են ձեռնարկում։ Ընդդիմությունն էլ պետք է որոշի, կամ ինքը խաղի կանոնը փոխում է եւ գլոբալիստի դեմ նոր գործընթաց իրականացնում, կամ ինքը գնում է պարտության, այդ դեպքում վարչապետը 26-ից 31 թիվ մնում է նորից Նիկոլ Փաշինյանը։ Եվ պարոն Բադալյան, չնայած օրինակ ադրբեջանական կողմը վերջին շրջանում իր հռետորաբանությունը ակնհայտ կոշտացրել է, այնուամենայնիվ մենք որոշ ռևերանսներ ենք տեսնում Բաքվից, բեռնափոխադրումների արգելքն են վերացնում, ցորեն է ժամանում եւ այսպես շարունակ։ Ձեր դիտարկմամբ ինչ նպատակ է սա հետապնդում եւ արդյոք իրականությանը համապատասխանում են իշխանությունների այն պնդումները, որ սա փաստում է արդեն իսկ հաստատված խաղաղության մասին։ Չկա որից է խաղաղություն, որտեվ սա զինադատարը խաղաղության պայմանագիր քանի չի կնքվել, խաղաղություն չկա։ Կնքված նախաստորագրված ինչ որ չգիտեմ ինչ է, բայց խաղաղության պայմանագիր չկա։ Սա վկայում է ընդհանրապես մեկ բանի մասին, որ Ադրբեջանը մաս կազմելով այդ գլոբալիստական ընդհանուր ուրեմն ընտանիքին բնականաբար ամեն ինչ անելու են Հայաստանի իշխանության վերարտադրման համար։ Սա եւ Ֆրանսիա, եւ Բրիտանիա, եւ Գերմանիա, եւ Եվրամիության ղեկավարության, եւ Թուրքիա, եւ Իսրայելի, եւ Ադրբեջանի ընդհանուր ցանկություն է Հայաստանի իշխանությունները վերարտադրվեն, որպեսզի ընդհանուր ծրագիր իրականանան եւ միջանցքը տան եւ բազան դուրս բերեն եւ տնտեսական ներկայությունը չեզոքացնեն եւ այս տարածքը իրանց համար պանտուրկական գծի համար ազատ գիծ դառնա դեպի կենտրոնական Ասիա դուրս գալու եւ այնտեղ Ռուսաստանին հարվածելու, ինչպես նաեւ Իրանին դեմ հարվածելու ուրեմն ծրագիր, որովհետեւ ըստ լրատվական դաշտերում արկա լուրերի նաեւ այդ Զանգեզուրի միջանցքի հսկողությունը անցնելու այդ Եվրոմիության այդ դիտորդական առաքելության վրա, որ ուրեմն նրանք կարող են արդեն զինված ներկայություն ունենալ, իսկ դա արդեն Իրանի դեմ է ուղղված Վերելու վերջիններից նույն մեր խաղաղության պայմանագրով չկա, որով սահմաններից պետք է ուժերին դուրս բերեն։ Չեն բերելու, որովհետև Եվրոմիությունը ցանկություն չունի ստից դուրս գալու։ Հայաստանը չի որոշում դա դուրս կգա, ինքը դուրս կբերի, թե դուրս չի բերի դիտորդերին։ Դա որոշում է Եվրոմիությունը։ Իսկ Եվրոմիությունը կանոնավոր որ Հայաստանին ֆինանսական պարտքի միջոցով նստածած իրենց փողի վրա, բնականաբար Հայաստանի իշխանություն չի կարող ասի Եվրոմիություն դուրս բեր, կասի չեն բերում։ Եվ այս իրավիճակում գուցե եթե կարիքը զգացվի Ադրբեջանը նաև միջև ընտրությունները խաղաղության պայմանագիրը նաև ստորագրի։ Չեմ կարծում, որովհետև խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ինչ որ գործընթացի ավարտը, վերջակետը դնել։ Իսկ ինչու դնես վերջակետ, եթե Ադրբեջանը խնդիր ունի։ Ադրբեջանը խնդիր ունի Զանգեզուրի միջանցք ստանալ եւ բան այդ Վարդենից Կրասնասերսկ ստանալ եւ դուրս գալ Սևան, որտեվ Ադրբեջանը ջրի խնդիր ունի։ Իր մոտ ջրի պաշարները լուրջ, ասենք, բան առաջան, դա ռեգիոնալ իհարկե խնդիր է։ Իրանում գիտեք Ուրմիա լիճի չորացման խնդիր կա, ջրամբարների չորացման խնդիր կա, գիտեք որ Թուրքիայում Վանա լիճի բան այդ ջրի մակարդակի իջնում, գիտեք բան այդ Տիգրիսն է կարծեմ, Տիգրիս թե Եփրատ այդ գետերից մեկը խառնեցի, Տիգրիս կարծեմ, մակարդակն է բավականին ուրեմն իջել Ադրբեջան ջրի խնդիր ունի, ինքը պետք է Սևան դուրս գա, որ Սևանից ինքը այնտեղ ջուրը քաշի տանի դեպի ուրեմն իր ռոռոկման դաշտերը օգտագործի եւ այլն։ Իսկ դրա համար ինքը պետք է որ դեռս գործողություն իրականացնի, չհաշված որ պետք է բան այդ մոտավորապես Սյունիք առնվազն Սյունիք բերի մոտ 100,000 ադրբեջանցի, որպեսզի հանգիստ թեկուզ Հայաստանի սահմաններում, բայց ինքը հանգիստ կարողանա ուրեմն այդ Ղարաբաղից դեպի Նախիջևան իրոզաջանակ մտի դուրս գա։ Այսինքն այդ գործողությունները պետք է անի, եթե ինքը խաղաղության պայմանագիր կնքի այդ գործողությունները չի կարողանալու անել։ Դրա համար չպետք է կնքի խաղաղության պայմանագիր, միջև դանին որ հետո կկնքի։ Հետո կմնա Հայաստան sense մի փոքր բան։ Երևան, ուրեմն Երևան, Սևան, Վանաձոր, Գյումրի։ Այ մոտապես է սահմաններում։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան։ Խնդրեմ։
Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Կհանդիպենք։